Սկզբանե օրենքը բավականին հակասահմանադրական ու խնդրահարույց տարերով ընդունվեց ու արժանացավ մասնագիտական համայնքի քննադատությանը։ Տեսեք, սահմանադրական դատանի որոշումը օրենքի ընդունումից ունենք 5 տարի անց ու շուրջ 3 տարուց ավել քննվել է այս որոշումը, դառնալով ընդհանրապես մեր սահմանադրական արդարադատության աննախադեպ երկար քննված գործ եւ վերացական հսկողության շրջանակներում իրենք ճանաչել են օրենքը սահմանադրական, բայց սահմանադրական դատարանը ընդգծեմ, որ հետագայում սա չի սահմանափակում անհատական գործերի շրջանակում անհատական դիմումների ներկայացմանը սահմանադրական դատարան եւ մարդկանց առանձին իրավունքների հակասահմանադրականության արձանագրման համար մեկ եւ երկրորդ սահմանադրական դատարանը շատ կարեւոր արձանագրում արեց ի հեճուկս այն հանգամանքի, որ օրենքը հակասահմանադրական որևէ տարով չճանաչեցին, ասեց, որ այսուհետ հաշվի առնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների ուսումնասիրության հիմքերը համակցության մեջ նշեց այն, որ պետք է այդ գույքը այսուհետ, որը բռնագանձման ենթակա է, կապ ունենա հանցանքի հետ, մեկ, եւ երկրորդը պետք է համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված լինի։ Սա էականորեն մեր պրակտիկայում նեղացնում է իրավասու մարմնի դատախազության մոտեցումները եւ սա արդեն հիմք է պրակտիկ դաշտի տեսլականի փոփոխման, մի շարք գործերի կարճման մեր կարծիքով, մի շարք գործերի կասեցման ու վերանայման սկզբունքի, թե որ գույքն են իրենք գնահատել որպես ապօրինի, որովհետեւ օրինակ պրակտիկայում մենք գույք ունենք, որ այս որևէ հիմքին չհամապատասխանող ու բացակայությամբ մարդկանց նկատմամբ վարույթներ են հարուցվել մեկ ու մարդը որևէ կերպով սրատակով չէր կարող անցնել, ունենք դեպք օրինակ պայմանական, մարդը պաշտոնատար անձ է դարձել 20 թվականից պայմանական թվեր եմ ասում կամ 16 թվականից հետո եւ որպես ապօրինի ծագում ունեցող իր գույքն են ուսումնասիրում, որը ձեռք է բերվել 1995 թվականին։ Իդեպ թվականի առումով էլ ուսումնասիրության ժամկետը բավականին երկար է, իրենք հետ են բերել մինչև 91 թվականի սեպտեմբեր, իսկ հասկանալի է, երբ ապացուցողական բեռը դրվում է պատասխանող կողմի վրա, շատ դժվար է 90-ականների ժամանակագրությամբ հաշվի առնելով նաև հետսովետական տնտեսական իրավիճակը մարդկանց ապացուցելու փաստական հանգամանքներ բերելու, թե այս կամ այն գույքի ծագման աղբյուրը հիմքը որն է, ընդ որում այս դեպքում անգամ պետական մարմինների թերացման հետևանքով է, որ որոշակի փաստական հանգամանքներ դժվար մաչելի են ձեռք բերել։ Հիմա այս գործերի հետ կապված գիտեմ, որ 200-ից ավելի կա, չէ՞, քրեական գործեր։ Չէ, շուրջ, եթե չեմ սխալվում, հստակ 136-ը շուրջ 140 վարույթ կա հարուցված, այո։ Այդ մարդիկ միջև եվրոպական դատարան կարող են հասնել այդ գույքը։ Տեսեք, երկու սկզբունքով առաջնորդվում։ Մի շարք դեպքեր արդեն արձանագրված ունենք, որ հաշտության արդյունքում են կան վերջնական ակտեր ու մնացած գործերը դեռ վարույթային փուլում են գտնվում։ Մի էդ կհասնենք, եթե ոչ ցանկալի դատական ակտեր կայացվեն Հայաստանի Հանրապետությունում ու սպառվի ներպետական բոլոր միջոցները, մարդիկ բնականաբար հնարավորություն են ունենալու մարդու իրավունքները եվրոպական դատարանում բողոքարկելու արդյունքները ու ընդ որում ընդգծեմ, ինչի էր կարևոր սահմանադրական դատարանի որոշումը, որովհետև խոշոր գույքերի մասն է խոսքը գնում։ Եթե այդ գույքը մարդուց անձից բռնագանձում են սահմանադրական մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմամբ, դուք պատկերացնում եք հետագայում միեդի որոշումների արդյունքում, եթե արձանագրվի մարդու իրավունքի խախտումը, ինչ հսկայական ֆինանսական բեռ է մեր բյուջեի վրա գալու։ Դրա այդ ու հատկապես հաշվի առնելով, որ արդեն ունենք եվրոպական դատարանի բավականին հարուստ նախանշած փորձ ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման բնագավառում։ Ուստի սահմանադրական դատարանը, ես կարծում եմ, չուներ այլ կաշկանդված էր հենց նույն միեդի նախադեպային պրակտիկայով եւ գոնե առնվազն այս արձանագրումները, որոնց մասին խոսեցի, պետք է արվեին։ Հիմա սահմանադրական դատարանի որոշումը կա, լավ, հետո ինչ է լինում այս օրենքի հետ, վերանայվում է, փոփոխության է ենթարկվում, չեղարկվում, ինչ պետք է լինի դուք։ Տեսեք, սահմանադրական դատարանի նույն որոշման մեջ նախանշված է ժամկետ է տրված համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու։ Մենք այո, այսօր ունենք խնդիր հաշվի առնելով, ինչպես արդարացիորեն նշեցիք, իշխող ուժի կողմից մեկնաբանման, անկախ այն հանգամանքից, որ որոշման մեջ
ինչու ոչ, հա, խնդրահարույց ձևակերպումներ կան, սակայն որոշակի ձևակերպումներ, որոնց համահունչ պետք է արդեն վերանայվի իրավագիտար պրակտիկան։ Մենք այսօրվա համաժողովի նպատակը առաջին հերթին, այո, հենց մեր փաստաբանական իրավական համայնքի կողմից միասնական տեսլականի մոտեցումների ձևակերպումն ու ամրագրումն է, որովհետև մենք եւս, հա, ունենք խնդիր միասնական համաձայնեցված ձևակերպումներ տալու, ընդ որում ինչքանով որ պրակտիկա վարող փաստաբանական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել ենք, բոլորը կիսում են նույնանման մեկնաբանումը։ Փորձելու ենք բացառել իշխանության կողմից քաղաքական նպատակահարմարության ներդրումը այս իրավական ինստիտուտում եւ որոշակի մանիպուլատիվ տարերի մեկնաբանումը կրկին, հա, նպատակահարմարությունից ելնելով քաղաքական։ Ես դա որոշումը վերջնական է, սրանից հետո դատախազության կարծիք, չգիտեմ, արդարադատություն, ազդեցություն կունենա այս օրենքի սահմանադրական դատանի որոշումը սահմանադրական արդարադատության արդյունք է եւ մյուս մարմինները իրավագիտար պարտավոր են առաջնորդվել սահմանադրական դատանի որոշմամբ իրենց պրակտիկան մշակելիս փողոքարկման ենթակա չէ եւ այլն եւ այլն։ Նույն դատախազությունը ու օրենսդիր մարմինը ըստ սահմանադրական դատանի պարտավոր են առաջնորդվել այս արդեն իսկ ընդունված որոշման հետքերով ու կատարել համապատասխան նախագծային աշխատանքներ փոփոխություններով, կրկին ընդգծում եմ, մեր մասնագիտական համայնքի անաչառ մասնագետների խնդիրն է փորձել բացառել շահարկումները։ Ինչ համար եմ ասում, որ դատախազը վերջերս հայտարարեց, որ սահմանադրականությունը չի տեսնում այդտեղ։ Բնականաբար, քանի որ նորից ընդգծում եմ իրենց կողմից մշակված ներդրված ինստիտուտ եւ օրենք է, ակնհայտ է, որ նման գնահատական պետք է հնչեր, սակայն ի հեճուկս իր հայտարարության մասնագիտական համայնքը լրիվ այլ մոտեցում ունի, որը հիմնավորվում է սկսած դատախազության իրավասություններից լիազորությունների շրջանակից, որը պետք է ամրագրված լիներ սահմանադրության մեջ, բայց ուղղակի ամրագրված չէ, հաշվի առնելով մեր սահմանադրության 2015 թվականից ամրագրված տրամաբանությունը, մենք արձանագրել ենք սահմանադրողերեն օրինականության որոշակիության սկզբունքները եւ դրանք ենթադրում են, որ բոլոր իրավասու պետական մարմինների լիազորությունները պետք է հստակ արտացոլված լինեն սահմանադրությամբ ու դրանից բխեն օրենքներում։ Այդ որոշակիությունը այստեղ խարխլված է ու վերջացված, ինչպես արդեն նշեցի, մարդու հիմնարար իրավունքներով։